Փառք մեր Տիրոջը։ Ողջունում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով մեզ բոլորիս, ձեզ բոլորին, ովքեր հիմա համացանցով միացել են Էմանուել եկեղեցու ուղիղ եթերին։ Օրհնված լինեք եւ իսկապես սրտումս աղոթք կա եւ շարունակվում է այդ աղոթքը, որ Տերը գրավի մեզ այս ժամի մեջ, ինձ որպես անարժանի իր խոսքը փոխանցողի, ձեզ որպես մարդկանց, ով ժամանակ են տվել լսելու համար։ Թող Տերը այսօր հաջողվի։ Ես թեման, որ ուզում եմ խոսել այսօր շարունակությունը, երկու շաբաթ առաջվա հնչեցրածի եւ ուզում եմ մի փոքր հիշեցնել, թե մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք իրար այդ ավետարանի մեջից նայեցինք ու տեսանք, որ մեր Աստված գտնող, փրկող եւ վերականգնող Աստված է։ Մենք նայեցինք ու հասկացանք, որ մեր Տիրոջ նպատակը մեզ միայն դժոխքից փրկելը չի, մեզ որդի դարձնելը, որդու անունով կանչելը, նաեւ նպատակ ունի մեզ որդու պես դարձնելու։ Մենք հասկացանք, որ այլևս Աստված իր հույսը, իր գործը, իր հույսը կապել է մեր հետ, եթե կարելի այսպես ասել, եւ իր գործը վստահել է մեզ։ Եվ այդ գործը, որ վստահել է մեզ, անելու համար ինքը աշխատանք ունի մեր հետ անելու։ Ինքը մեզ փոխելու աշխատանք ունի։ Մենք խոսեցինք, որ վերափոխող Աստված, այդ անունով մեզ հայտնված Աստված, այդ նպատակով մեր կյանքի մեջ եկած Աստված հին կտակարանում իր անունը կապում է 3 նահապետների հետ. Աբրահամի Աստված, Իսահակի Աստված եւ Հակոբի Աստված։ Եվ մենք նայեցինք, որ դա պատահական չի։ Այսինքն պատահական չի, որ Աստված իր անունը կապում է Աբրահամի հետ, Հակոբի հետ, Իսահակի հետ։ Այո, Աբրահամը առանձին վերցրած Աստծո գերնպատակը չէր, որովհետև Աբրահամի ընտրվելու նպատակը մենք ֆիքսեցինք, որ Իսրայել ժողովրդի առաջացումն էր։ Եվ Իսրայել ժողովուրդն էր մեծ առումով ինքնանպատակ չէր, այլ որ այդտեղից պիտի դուրս գար ինքը փրկիչը, պիտի ծնվեր փրկիչը եւ օրհնություն լիներ բոլոր ժողովուրդների համար։ Աբրահամը փրկության ծրագրի սկիզբն էր։ Բայց նաև նայեցինք, որ այնպես չէր, որ Աբրահամը 12 նահապետների հայրը դարձավ, այլ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, նոր Հակոբից 12-ը առաջացան։ Եվ տեսանք, որ դա էլ պատահական չէր եւ ընդհանրապես ոչինչ պատահական չի, որ գրված է մեր իմանալու համար։ Եվ թերևս մտածեցինք, որ Տերը այդ 3 նահապետների հետ իր անունը կապելով 3 դաս ունի մեզ տալու։ Առաջին խոսեցինք Աբրահամի մասին, թե ով էր Աբրահամի Աստվածը, ինչ էր ուզում Աբրահամի Աստված իրեն կոչելով Տերը մեզ փոխանցել, որ սա հետևյալն է, որ միակ փրկողը ինքն էր եւ փրկության հեղինակը ինքն էր։ Ինքը Աբրահամին կանչեց կռապաշտության մեջից, ինքը ընտրեց Աբրահամը, թերևս ոչ մի արժանիք գրված չի, որ ուներ ընտրվելու համար եւ Աստված ընտրեց։ Եվ մենք ուրախացանք ու հասկացանք, որ մենք էլ նրա կողմից ընտրված ենք։ Մենք հասկացանք, որ առաջին բանը Աստված, որ անում է ընտրվածի կյանքում փրկարար հավատք պատվաստելն էր։ Եվ այդ հավատքին արձագանք տալը։ Եվ երբ որ մարդը փրկարար հավատքով կարծում է Հիսուս Քրիստոսի արյանը, կանչում է արյունը իր վրա, կանչում է Տիրոջ իր կյանքի մեջ ապրելու, ապաշխարում է մեղքը թողնելու որոշում է կայացնում, Աստված դառնում այդ մարդու հայրը, վերածնում է մարդուն, դարձնում որդի։ Շարունակության մեջ մենք տեսանք, որ հայր դարձած Աստված փրկարար հավատքից հետո շարունակում է իր գործը դեպի վստահող հավատք, որ որդին իր կյանքի ընթացքում շարունակի վստահել անվերապահորեն, ճանաչի Աստծուն որպես կատարյալ հոր, որպես ամեն բան ապահովող հոր։ Եվ նաև եկանք հասանք մինչև
Աբրահամի փորձությունը Իսահակի զոհասեղանին բերելու վրա ու հասկացանք, որ այո, թերևս Աստված կարիք ունի կամ Տերն ուզում է մեր մեջ իր հայրական աղբյուր լինելու այդ հաստատումը, աղբյուր լինելու, միակ աղբյուր լինելու իր կոչումը կամ այսպես ասեմ, հաստատի եւ որ մենք նրան աղբյուր համարենք, նրանից սպասենք ոչ միայն այն ժամանակ, երբ որ նա մեզ տալիս է Իսահակին, որ մենք Իսահակին վերցնելու կարիք ունենք, այլ նաեւ նա մեր հայրը մնա այն ժամանակ, երբ որ Իսահակին դնելու պահանջ կա։ Ու մենք ֆիքսեցինք մեր համար ու աղոթեցինք, որ հայր, մենք ուզում ենք, որ դու մեր կյանքում կարողանաս հաջողվես եւ բացվես ու կայանաս որպես ամեն բանի աղբյուր, որպես հայր, որ մենք մեր ամբողջ իրավիճակում մեր ձեռքերը բաց լինի քո առաջ վերցնելու եւ տալու։ Մեր սիրտը բաց լինի քո առաջ քո ամեն արվող աշխատանքի, որովհետեւ մենք քո որդիներն ենք ու դու մեր հայրն ես։ Բայց նաեւ մենք խոսեցինք, որ որդին մենք խոսեցինք այո, որ բացի Աբրահամից Աստված իր անունը կապում է Իսահակի եւ Հակոբի հետ, որովհետեւ Տերը թերևս նպատակ ունի մեզանից իրենից ծնվածներից իր թագավորական, քահանայական եւ մարգարեական ժողովուրդ բարձրացնելու։ Եվ ուզում եմ ասել, որ այդ նպատակին հասնելու համար ինքը իր կողմը արել է եւ անում է կատարյալ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ խոսքը վերաբերվում է փրկվելուն, անցյալ անգամ էլ ասեցինք, միտեղ հասկանում ենք, որ անճար էինք եւ շնորհակալ ենք Աստծուց, որ փրկել է մեզ։ Եվ հասկանում ենք, թե ինչ է նշանակում Աստված համաձայնվեց փրկել, դե սիրում է, դե մենք էլ փրկվել չէինք կարող։ Բայց երբ որ մտնում ենք նրան նպատակի մեջ, նորից ուզում եմ ասել, որ նրան նպատակը չի ընդհանրապես մեզ դժոխքից վերջում դրախտ հասցնելը, իր ներկայության մեջ ապրելը, այլ ինքը մեզ վստահել է անսահման մեծ գործ։ Եվ այդ գործի համար նոր կտակարանում Պետրոս առաքյալը, Պողոսը հրաշալի ձևով ներկայացնում են, որ այն ինչ որ Աստված մեզանից ուզում է ստանալ, այն քաղաքը, որ ուզում է ստանալ, դա մի քաղաք է, որը բոլոր տեղերից պիտի երևա։ Եվ դա իրենից պիտի ներկայացնի այդ քաղաքի նայողը, ինձ ու քեզ նայողը պիտի տեսնի Տիրոջ աշխատանքը, Տիրոջ վերափոխումը մեր կյանքի մեջ, Տիրոջ քահանային պիտի տեսնի, Տիրոջ մարգարեին պիտի տեսնի, ինձ ու քեզ տեսնողը պիտի տեսնի Տիրոջ արքայի որդուն, այն արքայազնին, որ իրպես խոնար է, որ ինքն ապրում է իր ժողովրդի համար, ինքն ապրում է Աստծո ժողովրդի համար։ Եվ այսօր մեզ Իսահակի ու Հակոբի կյանքի օրինակով պիտի տեսնենք Աստծո արածը եւ անելիքը մեզ թագավորամարգարեական քահանա պտղաբեր որդիներ դարձնելու մեջ։ Եվ թե պիտի նաև նայենք իրար հետ, թե որն է մեր կողմը, որն է մեր անելիքը, որ Աստված հաջողվի մեր կյանքում իր ուզածի չափ։ Նախ Աստծո կողմից արված եւ արվելիք գործերի առումով։ Արված գործեր։ Մենք ավետարանը կարդալով հասկանում ենք, որ Տիրոջ խաչի հարության եւ համբարձման մեջ մենք արդեն ունենք այն ամենը, ինչ մեզ հարկավոր է որպես որդիներ մեր կյանքը ապրելու եւ որպես քահանաներ, այսինքն Աստծուց վերցնող եւ մարդկանց փոխանցողներ, որպես մարգարեներ, այսինքն Աստծո սրտին մասնակից լինողներ եւ Աստծո ձեռքում որպես ցուցամատ ծառայողներ ու որպես թագավորներ, այսինքն իր ժողովրդի համար ապրելու, կայացնելու, սպասավորելու համար։ Եվ սա մեզ հաստատում է Իսահակի կյանքը,
Ուրեմն ավետարաններից մենք տեսնում ենք եւ Իսահակի կյանքով էլ կյանք օրինակ կբերենք վստահելու, հավատք բարձրանալու, որ մենք որպես որդիներ ունենք խաչի վրա Հիսուսի հարությունով եւ համբարձումով այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Սա արված գործի։ Աստծո արվելիք կողմի մասին Հիսուսն ասում էր, որ ես գործում եմ, որովհետև հայրը դեռ գործում է, հայրը չի դադարել գործելուց։ Հոգին էլ մեր մեջ է, մեր կյանքում անելու այն ամենը, ինչ մեզ կփոխի եւ այդ սպասավորության համար հարմար անոթ կդարձնի։ Եվ սրա համար մեզ վկայում է Աստծո արած աշխատանքը Հակոբի կյանքում։ Ուրեմն մենք որպես որդիներ ունենք բաներ, որ ժառանգել ենք։ Եվ Իսահակի կյանքով կնայենք այդ ամենը, ինչ որ ժառանգել ենք, կամ մի մասը դրանցից։ Բայց նաև որպես որդիներ մենք համապատասխանելու համար եւ մեր գործը անելու համար եւ այն ամենը, ինչ որ ժառանգել ենք, ճիշտ օգտագործելու համար Աստված Սուրբ Հոգին կամ մեր կյանքի մեջ միացած մեր հոգու հետ, որ մեր ամբողջ կյանքի ընթացքում անի աշխատանք, որ մեզ համապատասխանեցնի մեր կարգին, մեր կոչմանը որդի լինելուն եւ այդ ամենը այդ սպասավորության համար օգտագործելու։ Ուրեմն սկսենք Իսահակից։ Իսահակը ծնվեց եւ ապրեց Քեբրոնում։ Ես բաներ եմ հիմա հայտարարում, որ ծաղկակաղ եմ արել Ծննդոց գրքից։ Ուրեմն ի տարբերություն Աբրահամի, ով շատ բաներ էր արել, որ միջև իրան ոչ ոք չէր արել, իրանից հետո էլ չարեց, Իսահակը ոչինչ չարեց, որ մինչ իրեն արված չէր։ Աբրահամը ջրհորներ էր բացել, Իսահակը ջրհորներ չբացեց, Իսահակը ժառանգեց Աբրահամից Աբրահամի բացած ջրհորները։ Նա էլ որ բացեց, հոր բացածն էր, որ փակել էին, ինքը բացեց իր համար։ Իսահակը անգամ, երբ որ կարդում ենք գիրքը, ինքն իր համար անգամ կին չընտրեց, անգամ ինքը չընտրեց իր համար կին։ Ես զարմանում եմ, գոնե այս հարցում պետք էր իր տրամաբանությունն ու ճաշակը։ Իսահակը մեկն էր, ով վայելում էր հոր բացած բոլոր ճանապարհները, վայելում էր ուղղակի, որովհետև ինքը հոր որդին էր։ Ծննդոց 24 գլխում եւ 25 գլխում կարդում ենք, որ Աբրահամը տվեց Իսահակին ինչ որ ուներ։ Երբ Տերը հանդիպում է Իսահակին եւ ասում է, երբ որ հանդիպում է, ասում է. «Կտամ ամենը կտամ քեզ, կորտնեմ քեզ իմ ծառա Աբրահամի պատճառով»։ Նրա բոլոր օրհնությունները Աբրահամ հայր ունենալու պատճառով էր։ Եվ այս ամենը ամփոփելով ասեմ, որ մեկ պատճառով էր, որովհետև Աբրահամը որդի էր։ Հովաննում 1:12, որոնք որ ինձ ընդունեցին, նրանց իշխանություն տվեցի Աստծո որդիներ լինելու։ Գաղատացիս 4:28, իսկ մենք եղբայրներ Իսահակի պես խոստմունքի որդիներ ենք։ Գաղատացիս 4:7, ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, եւ եթե որդի, Աստծո ժառանգել Քրիստոսով։ Ալելույա։ Եղբայրներ, քույրեր, մենք որդիներ ենք, եւ սա նրա ողորմությունով։ Եվ հայրը միայն մեզ վերածնելով չի, որ հայր է, նա մեզ հայր է նաեւ ապահովելով այն ամենով, ինչ որ մեզ պետք է այս կյանքի եւ Աստվածպաշտության մեջ։ Եվ այն ամենը, սա էլ է կարևոր, ինչ որ մեզ պետք է այս ընթացքը ապրելու համար, Տերը արդեն արել է
Հիսուս Քրիստոսի խաչի, հարության եւ համբարձման մեջ։ Ինչ ժառանգություն ունենք որպես որդիներ երկրի վրա։ Ուզում եմ մի քանի բանի անդրադառնալ, որպեսզի իմ ու քո սիրտը լայնանա ու լցվի, որպեսզի մենք իմանանք։ Իսահակը բնակվեց Քեբրոնում։ Մի փոքր անդրադառնանք նրան, ինչ թվարկեցինք։ Քեբրոն Աստծո երեսը տեսա, դեմ առ դեմ հանդիպեցի, հաղորդակցության վայր։ Հաղորդակցությունը իմ ու քո Տեր Հիսուս Քրիստոսի հետ, Աստծո հետ սկսվում է մեր վերածնունդով։ Հայտնություն 3:20 ես թակում եմ, եթե մեկը բացի իր սիրտը, ես կգամ եւ կմտնեմ նրա մոտ, ընթրիք կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եղած միածնի փառք։ Նա բնակվեց մեր մեջ, նա մեր մեջ մտավ, նա մեր ընթրիքի ընկերն է, ինքը մեր հետ ընթրիք անողն է, մեզ էլ իր հետ ընթրիք անող դարձրեց։ Օրհնյալ լինի Աստված, որ մենք ծնվեցինք հաղորդակցվելու համար եւ այդ հաղորդակցությունը ուզում եմ ասել, որ շարունակական է, որովհետեւ Իսահակը միակն էր, որ բնակվեց Քեբրոնում ամբողջությամբ։ Աբրահամին պետք եղավ դուրս գալ Քեբրոնից, Հակոբին պետք եղավ դուրս գալ Քեբրոնից, բայց Իսահակը բնակվեց ամբողջությամբ։ Մենք որպես որդիներ ունենք արտոնություն ապրելու նրա հետ մշտական հաղորդակցության մեջ։ Նրա հետ հաղորդակցության արտոնությունը մեր որպես որդիներ կարևորագույն ժառանգությունն է։ Եղբայրներ, քույրեր, մենք շատ հաճախ որդի լինելու ուրախությունով լցվում ենք, երբ որ հասկանում ենք, որ Տերը ինչ-որ բան է արել մեր համար, օրինակ նրանով ունենք առողջություն։ Օրինակ որպես որդիներ մենք կարող ենք հաջողակ լինել։ Բայց ես այստեղ մտածված սկսել եմ Քեբրոնից, հաղորդակցությունից, նրա ներկայությունից։ Իմ ու քո կատարյալ ժառանգությունը, իմ ու քո ամենա օրհնյալ ժառանգությունը, որ ունենք Աստծուց, դա նրան ներկայությունն է մեր կյանքի մեջ եւ խոստումը, որ նա մեզ չի թողնելու մինչեւ աշխարհի վերջը։ Նա ասաց, որ ով որ ինձ որպես ջուր խմի, ես նրա մեջ ջրի աղբյուր կդառնամ, որպեսզի բխեմ հավիտենական կյանքի համար։ Այն օրը դուք կճանաչեք, որ ես իմ հոր մեջ եմ եւ դուք ինձանում եւ ես ձեզանում, որ սա մշտապես այդպես է եղել, դուք այն օրը կտեսնեք։ Հովանու 14:20։ Եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ այստեղ մի նրբության վրա կանգ առնել ու անցնել առաջ։ Նրա ներկայությունը, նրա հետ հաղորդակցությունը չի նշանակում միայն, որ նա ներկա է ուղղակի մեր կյանքի մեջ։ Տերը հաղորդակցության եւ իր հետ ճանապարհ գնալու, միասին ճանապարհ անցնելու փափագ ունի, որ մեր մեջ կարիք ու կարոտ դնի նրա մշտական ներկայության։ Եկեք հասկանանք, որ կարելի է մի մեքենայով մի քանի մարդու հետ ճանապարհ գնալ, բայց իրար հետ չգնալ։ Իրար հետ ոչ մի բառ չխոսալ, իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունենալ։ Կարելի է այս ամբողջ ընթացքը անցնել նա որպես ամբիսիոն, որպես կրակիսիոն, բայց ընդամենը լինի ճանապարհ ցույց տվող, բայց Տերը Սիոն սարի վրա հաղորդակցության Աստված է։ Եվ այն արտոնությունը, որ ես ու դու ունենք նրան ներկայության մեջ, նրան վայելելով ապրելու եւ սա մեր ամբողջ կյանքի համար է, սա ամենամեծ օրհնությունն է եւ ամենամեծ ժառանգությունը, որ ես ունեմ նրանից որպես որդի։ Ուզում եմ Քեբրոնի թեման շարունակելով ասել, որ Քեբրոնը գտնվում էր Բեթելի եւ Երուսաղեմի արանքում։ Եկեղեցում սկսվեց քո հաղորդակցությունը Բեթելում, բայց նա շարունակվելու է մինչև նոր Երուսաղեմ։
Նոր Երուսաղեմում մի գետ էր հոսում, որ դուրս էր գալիս աթոռից, որ ողողում էր Սուրբ Հոգու գետը, որ իր ներկայությունը ապահովում էր անկախ նրանից, թե երկնքի որ մասում ես բնակվում, եթե կարելի է այդպես ասել։ Իմ ու քո հաղորդակցությունը եւ Տիրոջ ներկայությունը այլևս իմ ու քո բաժինն է որպես որդիներ, մեր ապաշխարության օրվանից, որդի դառնալու օրվանից մինչեւ հավիտյանս հավիտենից։ Եվ եթե մենք որպես որդիներ բան ունենք փափագելու, նախ եւ առաջ նրա ներկայությունը, երանի իմ կարիքը ունեցողներին։ Հալելույա Տիրոջը։ Աբրահամը տվեց Իսահակին հաջորդ բանը, ինչ ուներ, ինչ որ ուներ տվեց, մենք Հիսուսի ժառանգակիցներն ենք և նրանից ժառանգածները, ինչ որ նա ուներ, ինչ տվեց մեզ Հիսուսը, Հիսուսն ասում էր, ես ձեզ իշխանություն եմ տալիս, ինչ որ կապեք երկրի վրա կապված կլինի երկնքում, ինչ որ արձակեք արձակված կլինի երկնքում, զորություն էր տալիս կոխրջելու թշնամու ողջ կարողության վրա։ Նա մեզ իշխանություն էր տալիս Մատթեոս 3:14-15 և 12 հոգի կարգեց, որ իր հետ լինեն և որ նրանց ուղարկի քարոզելու և նրանք իշխանություն ունեն ցավեր բժշկելու և դևեր հանելու։ Եղբայրներ, քույրեր, այն ընթացքը, որը իմ ու քո բաժինն է, այն կամքը, որ Աստված ունի մեր համար, այն կոչումը, որով մենք կոչված ենք, մեզ հարկավոր էր, որպեսզի մենք կարողանանք անել և անցնել, մեզ հարկավոր էր այն ամենը ժառանգել, ինչ որ ունի Հիսուսը, որովհետև առանց դրա այդ ճանապարհը անցնել հնարավոր չէր։ Իսահակը մեկն էր, ով վայելում էր հոր բացած ճանապարհը, ուղղակի որովհետև որդի էր։ Ինչ ճանապարհ է բացել Հիսուսը մեր համար, իր կրածով, իր զոհով, իր խաչով։ Կամ ինչ ունենք նոր կտակարանում, որի խորհրդապետկերը կարող է լինել Իսահակի նաև օրհնությունը։ Այսինքն, որ արդեն արվել է մեզ համար, և դու որպես որդի կարող ես և պիտի ունենաս քո կյանքը ապրելու համար։ Տեսեք, մենք վերածնված որդիներ ենք։ Մենք մեղքի դատապարտությունից ազատագրված ենք, այլևս դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսում են։ Մենք վերածնված ենք մեղքի դատապարտությունից ազատագրված, բայց արի ես ու դու խոստովանենք, որ մեղքի դատապարտությունից ազատագրությունը ամենը չէր, որ մենք այսօր հասկանում ենք, որ կուզեինք ունենալ։ Մեզ նաև պետքա մեղքի իշխանությունից ազատագրվել։ Մեզ պետքա, որ մեղքը իշխանություն չունենա մեր վրա։ Մեզ պետքա, որ մենք կարողանանք ազատ ապրել։ Մեզ պետքա, որ մենք կարողանանք որդու պես ապրենք և մարդիկ տեսնեն ու ասեն, որ իսկապես այս մարդիկ ճանաչել են ճշմարտությունը և ճշմարտությունը ազատ արձակել իրենց։ Հռոմեացիների 7-րդ գլխում, երբ որ կարդում ենք, ցավոք մեր ժամանակի սուղության պատճառով չենք կարդա, բայց բացի կարդա պատգամից հետո, 7-րդ գլխում նկարագրված է մի մարդ, ով գիտի, թե իրենից ինչ է ուզում Աբրահամի Աստվածը, գիտի ինչ է բարին անելը, գիտի, որ իր ներսն էլ մի հոգի կա, մի նոր բնություն կա, որ ուզում է, որ արձագանքում է Աբրահամի Աստծո պատվերին, բայց արձանագրում է, որ ինքը դա անել չի կարող։ Որովհետև թերևս նկարագրված մարդը դեռ չի ճանաչում Իսահակի Աստծուն։ Եվ այն, ինչ ինքը պիտի վերցնի հավատքով, այս գլխում նկարագրված մարդը դեռ փորձում է իր ուժերով անել։ Անելը չի ստացվում։ Ես խոսում եմ մեղքի իշխանությունից ազատագրության համար։ Հավատում եմ, որ որպես որդիներ առաջին կարևոր ժառանգությունը նրա ներկայությունն է։ Եվ նաև հավատում եմ,
որ որպես որդիներ երկրորդ կամ ոչ պակաս կարևոր ժառանգությունը մեղքի իշխանությունից ազատագրված ապրելը։ Եվ Հռոմեացիների 6:6-ում արձանագրված է Տիրոջ արդեն արած գործը մեր հաղթական կյանք ապրելու համար։ Այս իմանանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, իմանալու կարիք կա, հավատալու կարիք կա, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին։ Ուրեմն այլևս մեղքին ծառա չլինելու համար հավատք է պետք տեսնելու հին Արտյոմին, հին մարդուն խաչի վրա խաչված Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք մեղքի դատապարտությունից ազատագրվելու համար ոչինչ չարեցինք, միայն հավատացինք, որ Հիսուսի խաչը բավարար է։ Բայց չգիտես ինչի մեզ դժվար է ընկալել, որ նույն ձևով հավատալով, որ հին մարդը խաչն է ելել եւ այլևս հին մարդուն այնտեղ հավատքի աչքերով մշտապես տեսնելով չենք կարող ազատագրվել մեղքի իշխանությունից։ Որպեսզի այս թեման ամբողջանա, ես ուզում եմ ասել, որ Հռոմեացիների 6:13-ում ես պիտի բացեմ կարդամ, որպեսզի Հռոմեացիների 6:13 եւ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն ինչպես մեռելներից կենթանացածներ եւ ձեր անդամները արդարության գործիք Աստծուն։ Ուրեմն ուզում եմ շարունակել ասել, որ հավատքով տեսնելուց հետո կա նվիրման որոշում, կա այդ հավատքով տեսածի ուղղությամբ ապրելու որոշում։ Այսինքն, եթե միայն հավատքով տեսնես, ինչպես որ մենք ապաշխարության ժամանակ հավատացինք, որ Հիսուս Քրիստոսի արյունը կարող է ջնջել, որ եթե մեր սիրտը բացենք Հիսուս հարություն առած Աստվածը կարող է մտնել ու վերածնել, հավատալուց զատ մենք նաև արեցինք մեղքը գիտակցելու, զղջելու, թողնելու որոշում եւ մեր կամքը Աստծուն հանձնելու։ Այսինքն մենք մեր քայլն արեցինք։ Հիմա մեղքի իշխանությունից ազատագրվելու համար մեզ շատ կարևոր է, որ մենք հավատանք, որ քո հին մարդը ոչ թե դու մտածես, որ դու սա չես կարող անել, ոչ թե դու մտածես, որ սա դու պիտի քո ուժով անես, տանջվելով անես, չնայելով անես, սրանք բոլորը գործողություններ են, որոնք կարևոր են, քանի դեռ չի բացվել խաչի երկրորդ կողմը, խաչի երկրորդ արածը քո կյանքի մեջ, բայց հաղթանակ ունենալու համար, ազատագրված ապրելու համար հավատքով տեսնել է պետք եւ որոշում։ Ես, քանի որ նոր մարդ եմ, հինը խաչված է, այլևս իմ անդամները Տիրոջ համար պիտի ապրեն։ Եվ այս որոշումը Տիրոջ առաջ հռչակելու, Տիրոջ առաջ բերելու, Տիրոջ հետ ապրելու ուղղություն պիտի լինի, փառք Հիսուսին։ Երկրորդ ժառանգությունը ինչի եմ ես սա ընտրել որպես կարևորագույն, որովհետև ես հավատում եմ, որ այն նպատակի համար, ինչի համար Աստված մեզ կանչել է, հնարավոր չի ապրել, եթե քո ուշք ու միտքը մեղքի հետ կռվելն է։ Մեր ամբողջ ուշքը պիտի դառնա, ոնց անեմ, որ սա չանեմ։ Բայց Աստված ազատել է դրանից ու մեզ հավատքով պետք է վերցնել եւ ապրել, եւ արդեն ապրել այն ամենի համար, ինչ որ Տերն ուզում է, որ մենք անենք։ Փառք Տիրոջը։ Նորից մի քանի ժառանգած բաների մասին, որ մենք որպես որդիներ ունենք, որովհետև սրանք նույնպես կարևոր են, որովհետև նա մեզ կանչել է աղ եւ լույս լինելու։ Ուրեմն մի տեսակ պիտի լինենք, որ մարդիկ տեսնելուց պիտի ուզենան, իրանց համ պիտի տա մեր ապրած կյանքը։ Նրա վերքերով դուք բժշկված եք, արդեն արված գործ։ Այն ինչ որ արդեն արվել է, նորից սպասել, որ Աստված յուրովի պիտի անի քո համար նույն բան, այն ինչ որ արդեն արել է, դա նույնն է, ինչ որ դու սպասես, որ Հիսուս պիտի գա հատուկ քո համար խաչվի։
Այն ինչ որ արդեն Աստված արել է եւ դրել է սեղանի վրա ու քեզ որպես որդի նստացրել այդ սեղանի կողքը, քո խնդիրը վերցնելն է։ Իմ խնդիրը վերցնելն է։ Ես ուզում եմ այստեղ մի միջակայք դնել ու ասել, որ ես չեմ ասում, թե Աստծո որդիները այլևս հիվանդանալու խնդիր չունեն։ Դրա մասին մենք խոսենք Հակոբի Աստծո Հակոբի մասում, թե ինչի Աստված կարող է թույլ տալ, որ մենք ինչ-որ բաներով անցնենք, այլ ես ասում եմ, որ այն ինչ որ մենք ժառանգել ենք որպես մեղքի հետևանք, որն է հիվանդությունը, որն է անեծքը, որն է աղքատությունը, որն է անեծք բառը, որ ասում եմ, դու որ մի քիչ ուշադիր լինես, կողքդ լիքը մարդ կտեսնես կամ քո հին կյանքի մեջ էլ կտեսնես, իսկ եթե հիմա կա շատ վատ է, կտեսնես մի վիճակ, որ անեծք է։ Դա ժառանգական կարա լինի։ Եվ Հիսուսն ասում է, որ դու դրանից ազատված ես, քանի որ այլևս որդի ես։ Մեղքիդ հարցը լուծել եմ, մեղքի հետևանքները, ինչ որ Ադամով որպես մեղքի հետևանք մտավ, լուծված է խաչի վրա։ Ես ուզում եմ որ մենք սա յուրացնենք։ Հակառակ դեպքում մենք նման կլինենք հարուստի տանը ծնված որդիների, ովքեր միշտ կարիքով են ապրում, որովհետև չեն գիտակցում, որ կարող են վերցնել այն ամենը, ինչը իրենց հորն էր։ Իսկ սա մեզ պետք է մեր ընթացքը անելու համար։ Ուզում եմ մի բան այստեղ ասել, որ Իսահակը մեկ հարց ուներ իր ամբողջ ճանապարհին, իսկ ուր է գառը, իսկ ուր է զոհը, եւ Աբրահամի պատասխանն էր. Աստված տեսնում է իր գառը, նրան, որ քո փոխարեն մեռավ, բոլոր առումներով քո փոխարեն մեռավ, ամեն բան կրեց, ինչ մեղքը կարող էր բերել քո կյանքի մեջ, քո բոլոր հաղթանակների համար մեռավ։ Եղբայրս, քույրս, ես ու դու մի հարց պիտի ունենանք այս բոլոր խնդիրներին, որը որպես մեղավոր պիտի ունենայինք, մենք մի հարց կա, որ ճիշտ է, որ մշտապես տանք, իսկ ուր է գառը։ Մեր հայացքը պիտի փնտրի խաչը, այն խաչը, որի վրա բոլոր հարցերը լուծված են։ Մեր հայացքը պիտի փնտրի պղնձե օծը, եւ որ նայես, պիտի բժշկվես։ Օրհնյալ լինի մեր Աստված, որ իր խաչի մեջ լուծել է այն բոլոր խնդիրները, որոնք եթե ինքը չլուծրեր, մենք Ադամից ժառանգած մեղքի պատճառով պիտի ինքներս անցնենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Հաջորդ օրհնությունը, որ վերջին ասեմ Իսահակից, որն էր, որ ժառանգել էր Իսահակը։ Տնաշեն Իսահակը անգամ ինքը չէր որոշում իր գերեզմանը։ Նա պիտի թաղվեր Աբրահամի գերեզմանում։ Հայրն էր հոգացել իր թաղման տեղը։ Նա պիտի վերջացներ այնտեղ, որտեղ վերջացրել էր Աբրահամը։ Որտեղ ես եմ, այնտեղ դուք կլինեք։ Հալելույա։ Մեր ավարտը որոշված է նրա կողմից։ Նա մեզ իր հետ հարուցանեց եւ երկնավորներում դրեց։ Մեր կողմը, որն է, որպեսզի մենք թաղվենք այնտեղ, որտեղ որոշված է նրա կողմից, ապրել Քեբրոնում։ Իսահակը ավարտեց, որտեղ ավարտվել էր Աբրահամը։ Եկեք Աբրահամի անունը նաև դնենք հավատք։ Հավատք։ Քանի դեռ դու հավատում ես Հիսուս Քրիստոսին, քանի դու դեռ չես թողել Հիսուս Քրիստոսին, ինքը քեզ չի թողնելու։ Քանի դու նրա հաղորդակցության մեջ ես, ինքը իր հաղորդակցությունը ապահովելու է եւ հեղելու է։ Քանի դու կարիք ունես, դու այդ կարիքի բավարարումը ունենալու ես։ Եվ քանի դեռ դու քո աչքերում քո հույսն է
այն գերեզմանը ճակերտների մեջ, որտեղ ավարտեց Հիսուսը, քանի քո սպասումը այդ գերեզմանն է, քանի քո կյանքը Քեբրոնում է, ուրեմն հաստատ վերջում հասնելու ես այնտեղ, որտեղ հասավ ինքը, կլինեք այնտեղ, որտեղ գալու եմ ձեր հետևից եւ տանելու եմ։ Օրհնյալ լինի մեր սկիզբը եւ մեր վերջը, օրհնյալ լինի մեր սկիզբը եւ վերջը որոշող եւ այդ սկզբի ու վերջի համար մեզ ընտրած ու հաստատ անող Աստված, հալելույա։ Աբրահամը առանց Իսահակի ձախողված էր, որովհետև ինչ իմաստ ուներ Աբրահամի կյանքը եւ Աբրահամի շարունակությունը եւ նրա անցածի իմաստավորումը Իսահակն է։ Դա նաև հասկանում էր Աբրահամը եւ Տիրոջ հետ երկխոսության ժամանակ անկեղծ հարցադրում էր անում. Ինչ իմաստ ունի այս ամենը, եթե որդի չունենամ։ Եվ Տերը համաձայն էր դրա հետ ու որպես հաստատում ասում էր. դու որդի ես ունենալու եւ ավելին, նա մեծ ժողովուրդ է դառնալու։ Կամ հավատա եւ հավատքդ անպտուղ չի մնալու։ Ես ուզում եմ ասել, որ մեզ որպես որդիներ մենք ժառանգել ենք հզոր հավատքը։ Նա մեր մեջ հավատք է դրել եւ այն ինչին, որ մենք հավատում ենք։ Իհարկե, եթե այդ հավատքը հիմնավորված է նրա խոստումներով, եթե այդ հավատքը հիմնավորված է նրա արդեն արած գործով, դրանք անպտուղ չեն մնալու։ Հակառակ դեպքում ինչ արժեք ուներ խաչը եւ ինչ արժեք ուներ մեր մեջ դրված հավատքը։ Եթե մենք չենք ունենալու հավատքի արդյունքում այն ամենը, ինչ որ արվել էր խաչի վրա։ Եվ հավատքը անպայման պտղաբեր է, նրա առաջին ձեռքբերումը որդու իրավունքն է եւ որդու կյանքը։ Բայց Իսահակը նպատակը չէր։ Օրհնյալ լինի Աստված, որ Իսահակի վրա չկանգնեց։ Բայց Իսահակը նպատակը չէր, նա գտնվում էր Աբրահամի եւ Հակոբի արանքում։ Այո, կարևոր է, որ Աստծո ձեռքերի մեջ հայտնված անոթը, այսինքն ես ու դու, հասկանանք, որ ամեն բան ունենք Քրիստոսի մեջ, բայց մենք չենք կարող կանգ առնել սրա վրա։ Մենք մեզ ճիշտ է, որ մի հատ հարց տանք, սա ինչի համար է, որ Աստված այսպես ապահովել է մեզ։ Պատասխան, որովհետև սիրում է մեզ, մենք որդի ենք։ Այո, դա այդպես է։ Միանշանակ այդպես է, բայց նաև եկեք իրար հետ խոստովանենք խոնարհաբար, որ մենք մեր ներսում փչացած ենք, դեգրադացած, եսակենտրոն։ Մեր անձը իր մասին մտածող է, եւ մեր այսպիսի անձի պարագայում, եթե Աստված չփոխի մեզ, նրա օրհնությունները մեզ թերևս ավելի եսակենտրոն կդարձնեն, հպարտ կդարձնեն, շատ կոշիկ ունեցող կդարձնեն, սեփական ինքնաթիռով քարոզողներ։ Իսահակը իր կյանքում մի գործ արեց ու պիտի աներ, պիտի օրհներ իր որդիներից մեկին։ Եվ Իսահակը դա եթե մնար իրան, սխալ էր անում։ Ինքը մտադրված էր օրհնել Եսավին, ով իրեն կերակրում էր, ոչ թե Աստծո որոշածին։ Իսահակի ծայրահեղությունը Աստծո կամքից դուրս է։ Միայն որդու իրավունքով ապրողը ուտել է ուզում եւ կամքից դուրս է։ Ես այս նախադասությունը ուզում եմ ասել բոլոր այն ծայրահեղացածների համար, ովքեր բացի որդու իրավունքից, բացի որպես որդի ժառանգածներից, իրենց կյանքի մեջ երկրորդ կողմ չեն տեսնում։ Չեն տեսնում, որ մեղքի պատճառով դեգրադացած անձ ունենք եւ Աստված Իսահակով չի վերջացնում։ Աստված Հակոբի Աստվածն է։
Եվ Տերը հաջողվեց Հակոբի Աստվածը կամ Սուրբ Հոգին որպես դաստիարակող, անձը կոտրող, նվաճող եւ մեզ պատղաբեր դարձնող Աստված։ Հակոբը արդյոք ամենահարմար անոթն էր, ուզում եմ սկսել սրանից։ Տերը Եսավից եւ Հակոբից պիտի ընտրություն աներ։ Իսահակ այդ երկուսն ուներ։ Ընտրեց Հակոբին։ Ընտրեց նրան եւ նպատակը, որ Հակոբը պիտի ներկայացներ Տիրոջը եւ նրա կամքը երկրի վրա պիտի դառնար եւ պիտի դառնար ժողովուրդ, հարմար ժողովուրդ, որից կծնվեր Հիսուսը։ Պատկերացնում եք, հորը խափող, եղբորը ոչնչացնելու գնով օրտնվող, իր բոլոր ճանապարհներում իր օգտին ծրագրավորող եւ իրագործող եսակենտրոն Հակոբից թագավորա, մարգարեա, քահանայական անոթ։ Սակայն Ծննդոց 47:7-ում տեսնում ենք, որ նրա առջև խոնարհվում է փարավոնը։ Ծննդոց 48-40-րդ գլխում տեսնում ենք, թե նա ի տարբերություն Իսահակի չէր սխալվել, որ ձեռքերը թարս էր դրել Հովսեփի որդիների վրա, այլ Տերը նրան դարձրել էր մարգարե եւ սա ծերունական շփոթմունք չէր։ Ծննդոց 49-րդ գլխում մենք տեսնում ենք Հակոբի դարերի մեջով առաջ գնացող դարակազմիկ մարգարեությունները իր որդուների առումով մինչև Հիսուս Քրիստոս ու մինչև մեր օրերը։ Եվ Տերը հաջողվեց խաբեբա Հակոբից իր ուզածը դարձնելու մեջ։ Տասնյակ 4 եւ ավելի տասնյակ տարիների ընթացքում տարբեր միջոցներ կիրառելով երբեմն շատ ցավոտ, բայց ստացավ այն, ինչը արդարացրեց Տիրոջ Հակոբին ընտրելը եւ Եսավին ատելը։ Առաջին Պետրոս 2-րդ գլուխ 5 համար եւ 9 համար։ Դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն եւ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Եվ 9 համարը։ Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Արդյոք ինձ ու քեզ ընտրելով Տերը ճիշտ ընտրություն է արել։ Արդյոք հազարների, միլիոնների մեջից, միլիարդների մեջից, որ մեզ ընտրեց, եթե նայում ենք մեր ով եղածը, մենք Հակոբից տարբեր չէինք, բայց վկա Հակոբի կյանքը, որ նրան ում Աստված ընտրեց, նրա փառքին էլ մասնակից արավ։ Վկա Հակոբի փորձառությունը, որ ինձանից ու քեզանից Աստված կարողանալու է դարձնել թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզենք նրա առաքինությունները, որ վկայենք, որ նա մեզ խավարից կանչեց, որ մենք այլևս զարմանալի լույսի մեջ ենք։ Ինչով անցկացնելու Տերը օրհնյալ լինի բոլոր այն ճանապարհները, օրհնյալ լինի բոլոր այն միջոցները, որը Տերը կիրառելու է իմ ու քո կյանքի մեջ, որդիների, ովքեր նրանից ունեն ամեն բան շնորհքի պատճառով, կիրառելու է մեր կյանքի մեջ, որպեսզի դարձնի այդ համապատասխան անոթը, ով նրանից այդ ամենը որպես որդի ժառանգածը, որպես անոթ կտանի նրանց, ովքեր դրա
կարիք ունեն։ Հակոբի կյանքում արված գործերը բաժանել ենք 3 մասի։ Հակոբի անձի կոտրում, Հակոբի նվաճում, նվաճված Հակոբի հասունացում։ Ես միայն առաջինի մասին եմ այսօր խոսալու, Հակոբի անձի կոտրում, բայց ուզում եմ այստեղ նաև ասել, որ հիմա ինչ որ կխոսանք դա Հակոբի կյանքում արված գործի ավարտը չէր։ Այն ինչ որ կխոսանք դրանից հետո դեռ Աստծուն պետք էր, որ կոտրված անձով, փոխված անձով Հակոբի կյանքում ինքը նվաճեր, հասներ նվաճման, որի արդյունքում էլ Հակոբը պիտի հասունանար ու դառնար այն, ինչ որ պիտի դառնար։ Այն ինչի մասին հիմա մենք խոսելու ենք, սա առաջին քայլն է, որով Աստված հաջողվում է մեր կյանքի մեջ որպես աշխատող, որպես իր գործը անող Աստված, որից հետո հնարավորություն է ունենում մեզ նվաճելու եւ մեզ հասունացնելու, հասցնելու իր ուզած տեղը։ Եվ հենց դրա համար այն ինչի մասին, որ հիմա խոսում ենք, հրամայական է մեր կյանքում։ Հակոբի անձի կոտրումը։ Նախ ուզում եմ ինձ ու քեզ ցույց տալ այն պատճառները, որոնց այն ամենը, որոնք ստիպում են կամ որոնք հրամայական են դարձնում, որոնք անհրաժեշտություն են դարձնում անձի կոտրվելը։ Առաջին բանը Հակոբը, որ կանչված էր այդ մարգարեն ու թագավորը լինելու խաբեբա էր, ոչ եղբայրասեր։ Հասկանում եք, Եսավը հասել էր հուսահատության մի տեղ, որ ասում էր, ինչ եմ ապրում։ Հակոբը իրենը ունենալու համար պատրաստ էր իր հարազատ եղբորը մի հատին հասցնելու հուսահատության եւ մահվան դուռ։ Խաբում էր հորը։ Մենք կարդում ենք Հակոբի կյանքի պատմության մեջ, որ երբ որ ինքը Բեթելից արդեն որոշել էր վերադառնալ եւ երբ որ արդեն որոշում ուներ, ինքը Մանայիմում տեսավ մի հրեշտակների խումբ, բազմություն, ովքեր ուղեկցում էին իրան։ Եվ այդ հրեշտակների խումբը Տերը ցույց տվեց, որ նրա հետ հասնելու են, որովհետև ինքն արդեն որոշել էր նվիրման կամ իր հոր տան համար ապրելու։ Սակայն շարունակության մեջ տեսնում ենք, որ Հակոբը այդ բանակը տեսնելով ինքը իր բանակն էլ կառուցեց։ Եվ Հակոբի կյանքում սկսեց առկա լինել մեկ երկնային բանակ եւ մի երկրային բանակ։ Հետո Ծննդոց 32-րդ գլխում շարունակության մեջ 3-ից 5 համարներում տեսնում ենք, որ նա ապավինեց իր շողոքորթող խոսքերին։ Եվ այս պատճառով էլ Ծննդոց 32:7-ում ասում է, որ նա շատ վախեցավ։ Ուզում եմ ասել, որ Հակոբը, որ որոշել էր այլևս ապրել Աստծո համար, կամ իր կոչման համար, այն անձը, որ արմատացած էր, այն տեսակը, որով ապրում էր Հակոբը, խանգարում էր այն կոչմանը, որին ինքը արդեն այո էր ասել, որովհետև փոխանակ հավատար Տիրոջ ցույց տված երկնային բանակին ու վստահեր հավատքով ինքը իր բանակն էր սարքում, եւ որի արդյունքում նորից վախ եկավ։ Պատկերացնում ես, Աստված բացել է քո աչքերը, դու տեսնում ես հրեշտակների բանակ քո հետ գնացող եւ հանկարծ դրանից հետո ինչ որ բանի պատճառով դու նորից վախենում ես Եսավին հանդիպելուց։ Դա միայն կարող է լինել այն դեպքում, երբ որ դու քո անձով սկսում ես այդ գործի մեջ հետ ու առաջ անել, թե դու ինչպես քեզ պիտի պահես, քո հնարամտությունները օգտագործել, քո կռիվը անելու եւ հաղթելու համար։ Հաջորդ բանը, որ տեսնում ենք, Հակոբը բռնեց, բաժանեց երկու մասի իր ունեցվածքը, իր որդիներին, իր մարդկանց, իր ունեցվածքը բաժանեց երկու մասի եւ մտածածը հետեւյալն էր, որ եթե այս մեկին կոտորի, գոնե այս երկրորդը ինձ կմնա։
Կարծես սա ասում էր այն մասին, որ Հակոբը հետադարձի դուռ էր թողնում, որ եթե չհաջողվի, կարողանա հետ գնալ։ Հավատքի դիրքերը թողնելը բերում է նաև նահանջի համար հետնադրամ պատրաստման, անձի հաշվարկների և պլանավորման ընթացքի։ Ես ու դու կանչված ենք մեր հոր տան համար աշխատելու, մենք կանչված ենք այդ քաղաքը լինելու, այդ թագավորական, այդ քահանայական ժողովուրդը լինելու։ Եվ եթե ես ու դու այսօր հասկանում ենք, որ որպես որդիներ մենք որոշում ենք կայացնում, մեզ խանգարող բան կա, մեր խանգարող բանը մեղքի պատճառով դեգրադացած մեր անձն է, ով ամեն կերպ փորձում է իր ջանքերով Աստծո գործը անել, փորձում է իր ջանքերով պաշտպանվել եւ մի տեղել հետադարձի դուռը թողնում մեր որոշման ու նվիրման մեջ, որ եթե չստացվի, գոնե էս ապրելու ձևը կա։ Երկնային բանակին ապավենելու փոխարեն երկրայինին ապավինելը դավաճանելով մանայիմի տեսիլքին իր մարդկանց եւ հոտերը բաժանեց երկու խմբի։ Հաշվարկում էր այդ խմբերից գոնե մեկի փրկությունը։ Փաստորեն, ես արդեն ասել էի, որ հետադարձի դուռ է թողում։ Չկոտրված անձը խանգարում է։ Հավատքի կատարյալ վստահությունն ու հնազանդությունը, չկոտրված անձը ներողություն խանգարում է հավատքի կատարյալ վստահությանն ու հնազանդությանը եւ թույլ չի տալիս հանձնվել Տիրոջը ու հետևանքների ողջ պատասխանատվությունը թողնել Տիրոջ վրա։ Գիտես, այստեղ մի հետաքրքիր բան նկատեցի, Ծննդոց 32 այդ նույն տեղում, որտեղ Հակոբը այդպես էր վարվում, մի աղոթք արեց։ Թույլ տվեք, չնայած ժամանակներս կարճ է, բայց այդ աղոթքը կարդամ։ Ծննդոց 32 9-12 համարները։ Եվ Հակոբը ասեց. «Ով իմ հոր Աբրահամի Աստված եւ իմ հոր Իսահակի Աստված, ով Եհովա, որ ասեցիր ինձ, ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը եւ քեզ բարիք կանեմ։ Ես արժանի չեմ այն ամեն ողորմություններին եւ ամեն հավատարմությանը, որ քո ծառային արել ես, որովհետեւ իմ գավազանովը անցա այս հորդանանից եւ հիմա երկու խմբի տեր եղա։ Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետեւ նրանից վախենում եմ։ Միգուցե գա եւ զարկի ինձ եւ մորը տղաներով, եւ դու ասել ես, թե անպատճառ քեզ բարիք կանեմ, եւ քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից չի հաշվվի»։ Հակոբի կյանքում առկա կար երկրպագություն, կար երախտագիտություն, եւ անգամ աղոթքի մեջ նկատվում է սրտի հեղում, խոստումների հիշատակում, բայց սրան զուգահեռ Հակոբը իր պատկերացումով էր անում։ Ուրեմն անկախ մեր անկեղծ նրան երկրպագելուց եւ նրան հասկանալուց ու խոստումները հիշելուց, մեր կյանքում, նորից կրկնեմ, անձի կոտրումը հրամայական է։ Որտեղ էր խորհրդապատկերը անձի կոտրման Փանուելում։ Գիտենք բոլորս այս պատմությունը եւ երբ որ Աստված հանդիպեց Հակոբին, մենամարտ տեղի ունեցավ եւ Հակոբը բռնել էր, ասում էր չեմ թողնի քեզ միջև չորտնես, դրանից առաջ խախտեց ամոլաջիլը եւ պատերազմը ավարտվեց նրանով, որ Հակոբին Իսրայել անվանեց Տերը։ Այս խորհրդապատկերն էր այն բեկումնային փոփոխությունն էր, որից հետո Աստծուն պիտի հաջողվեր նվաճել Հակոբին ու դարձնել իր ուզածը։ Դրա համար դա մենք անվանում ենք անձի կոտրման փուլ։ Աստված, բայց նախ եւ առաջ ուզում եմ ցույց տալ, որ Աստված վեր է հանում։ Ուզում եմ իմանաս, ինչի համար եմ հիմա սա ասում, որ Տերը, դու գիտես, թե Տերն ինչից է ուզում քեզ փոխել։ Եվ Աստված այդ օրը
Հակոբի կյանքում վեր հանեց իր անձի բոլոր այն հատկանիշները, որոնք հրամայական էին դարձնում Աստծո կոտրող աշխատանքը։ Աստված թույլ է տալիս, որ Հակոբի համար ամենաճակատագրական հանդիպման ժամանակ Հակոբը վեր հանի իր անձի ողջ զորությունը, մի կողմից շողոքորթող լեզուն, հոգեբանելու իր կարողությունը, հաշվելու, պլանավորելու ունակությունը, մեզանից եւ այս ամենը ցույց էր տալիս, որ խանգարում ես ինձ, ես քո հետ եմ եւ այն ինչ որ ես ասել եմ, ես պիտի անեմ քո կյանքի համար։ Մեզանից ամեն մեկի մոտ դա կարող է տարբեր լինել։ Դա կարող է լինել զգացմունքայնությունը, հնարամտությունը, իրեն ռեկլամ անելու եսասիրությունը եւ այսպես շարունակ։ Ամոլաջիլը, որ խախտեց Տերը մեր անձի հավաքական զորությունն է խորհրդանշում։ Տերը խախտում է Հակոբի ամոլաջիլը, կոտրում է նրա անձի զորությունը։ Այն անհրաժեշտ է ինձ ու քեզ նույնպես։ Ինչպես մեզ անհրաժեշտ էր փրկությունը, ինչպես մեզ անհրաժեշտ էր Տիրոջը վայելելը, այնպես անհրաժեշտ է անձի կոտրումը։ Կարդում եմ 4 ավետարաններից, մեջբերում եմ 4 ավետարաններից տեղ, բոլոր ավետարաններում կա, որտեղ Տերը խոսում է հրամայականի անհրաժեշտության մասին։ Մատթեոս 10:37-39, ով որ իր հորն ու մորը ինձանից ավելի շատ սիրի, դա ինձ արժանի չէ։ Եվ եթե ուզում է իմ ետևից գալ, թող խաչը վերցնի եւ իմ ետևից գա, իր անձը ուրանա։ Ես այստեղ ուզում եմ ասել, որ այս 4 տեղերում, որ հիմա կմեջբերեմ, տարբեր հենքերի, տարբեր իրավիճակների մեջ է, տարբեր բաներ ցույց տալով է Տերն ասում, որ պիտի անձը ուրանաս։ Առաջինում ասում է, որ հորն ու մորը ինձանից շատ, եթե սիրես, պիտի։ Ես սա հիշում եմ ու վերավեռնագրեցի այսպես. զգացմունքների իշխանությունից ազատագրություն։ Տերը աշխատում է իմ ու քո կյանքի մեջ, որպեսզի մեզ զգացմունքների իշխանությունից ազատագրի։ Սա չի նշանակում, թե Տերն ուզում է, որ մենք անզգացմունք լինենք։ Սա նշանակում է, որ Տերն ուզում է, որ մենք մեր հորն ու մորը սիրենք այնպես, ինչպես Հիսուսն էր սիրում իր մորը։ Սա նշանակում է, որ Տերն ուզում է, որ մենք մեր որդիների հետ վերաբերվենք այնպես, նրանից ստացածի հետ վերաբերվենք այնպես, ինչպես Աբրահամն էր վերաբերվում Իսահակին։ Եթե Տիրոջը չհաջողվի մեզ զգացմունքների իշխանությունից ազատագրել եւ բոլոր հարցերում, անգամ մեր հորն ու մոր ու մեր որդիների հարցում վստահել իր ձեռքին, նա մեզանից այն, ինչ որ կարդացինք Պետրոսի թղթում, դարձնել չի կարող։ Մարկոս 8:32-35 Պետրոսը Հիսուսին ասում էր մի գնա եւ Պետրոսին ասեց ետից գնա սատանա, ժողովրդին ասեց ով ուզում է իմ ետևից գա, իր անձը ուրանա, իմ խաչը վերցնի, իմ ետևից գա։ Ուրիշ իրավիճակ էր։ Պետրոսի մոտ սկսել էր աշխատել անձի ինքնապաշտպանման բնազդը։ Եվ ուզում եմ ասել այն գործի մեջ, ինչի մեջ որ Աստված մեզ կանչել է, եթե նրան չհաջողվի մեզ ազատել անձի ինքնապաշտպանման բնազդից, մենք հետին դուռ կբացենք, կպահենք մեր համար, կբաժանենք երկու մասի եւ մեր հաշվարկներով կմոտենանք մեր անելիք գործին։ Ղուկաս 17:26 համարից, ինչպես Նոյի օրերում, ով ուզում էր ինչպես Նոյի օրերում Տերը պատմում է ու ասում է, որ այդպես կլինի, իսկ ինչպես էր Նոյի օրերում, տուն էին առնում, տուն էին սարքում, կին էին առնում։ Եվ ասում է, հետո ասում է, եւ եթե մեկը իր անձը ուզենա ապրեցնե, կկորցնե, եթե ուզում է, եւ միակ տեղն է, որ չի պատասխանում։ Եվ երբ որ Աստված, ուզում եմ իմ պատկերացում ասել, թե ինչի չի պատասխանում, ինչի չի ասում իր անունը, երբ որ Աստված հասնում է քո մեջ իր ուզած հաղթանակին, այլևս քեզ համար նա իր բոլոր անուններով հայտնված Աստված է։ Սուրբ Հոգու մեր հետ վարած ամենամեծ պատերազմը
եթե դա կարելի է պատերազմ անվանել, դա մեր անձի խոնարհեցման, մեր իրենից պարտվելու, եթե դա կարելի է պարտություն անվանել, մեզ հոգով քայլող մարդ դարձնելու պատերազմն է։ Որ մենք պարտվենք նրան եւ նա գործի մեր մեջ, եւ այդ դեպքում արդեն կարևոր է դառնում քո անունը։ Եվ նա աշխատում է քո անունը ճանաչելի դարձնել աշխարհի վրա, քեզանով ներկայանալ, որովհետև այն բոլոր անունները, որով Աստված հանդիպում է մեզ, մեկ նպատակ ունի՝ հասցնել մեզ նրան, որ ինքը իր ուզած անունը տա մեզ։ Իր ուզած անունն էր Իսրայել։ Իսրայել անվան մի բացատրությունը հենց Աստվածաշնչում է գրված Աստծո հետ պատերազմող։ Մի ուրիշ բացատրություն, որ նրա բայից է գալիս Սարար բայնա, նշանակում է կառավարել, լինել ուժեղ, ամբողջովին վստահելի եւ նշանակում է Աստված տիրում է։ Մի ուրիշ աստվածաշնչյան թարգմանության մեջ Աստծո արքայազնը։ Տիրոջ նպատակն է մեզ դարձնել իր արքայազնը, որի կյանքում ինքն է տիրում։ Եվ մարդ, ում տրված իշխանությունը, տրված օրհնությունները ծառայում են բացառապես Աստծուն փառք բարձրանալու համար։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ուզում եմ ներողություն խնդրել մի քիչ երկարեցնելու համար, բայց եկեք նորից անցնենք ու իրար հետ աղոթենք։ Մենք որդիներ ենք նրա ողորմությունով եւ մեր տեղը որոշված է նրա կողմից։ Նրա խաչի վրա մենք ունենք այն ամենը, խաչի պատճառով ունենք այն ամենը, ինչ մեզ պետք է այս կյանքում աստվածապաշտություն ապրելու համար, աստվածապաշտ կյանք ապրելու համար։ Բայց եկեք միշտ մեր աչքի առաջ, ինչպես որ երկինքն ենք պահում մեր աչքի առաջ, Քրիստոսի երկրորդ գալուստն ենք պահում մեր աչքի առաջ, միշտ թարմացնենք ու մեր աչքի առաջ պահենք այն կոչումը, ինչի համար Աստված մեզ կանչել է։ Եվ պարզվում է, որ այդ կոչման մեջ ապրելու եւ պատխաբեր լինելու համար ամենաշատը Տիրոջը խանգարում է մեր անձը։ Գիտեք, Հիսուսը կատարյալ մարդ էր, անձ ուներ Հիսուսը, կատարյալ էր եւ նրա բանականությունը աշխատում էր 100%-ով եւ մաքուր էր աշխատում։ Հիսուսը մեղքի բնություն չուներ։ Եվ Հիսուսը մեղքի բնության ազդեցությունը չէր կրել։ Հիսուսը ուներ կատարյալ զգացմունքներ, զուլալ զգացմունքներ։ Եթե նա սիրում էր Մարիամին, սիրում էր այն սիրով, ինչ սիրով որ կսիրեր եղբայրը քրոջը, կամ ինչ սիրով որ Աստված կսիրեր մարդուն։ Նրա զգացմունքները կատարյալ էին ու զուլալ։ Եթե սիրում էր Աստծուն, սիրում էր ամբողջ մտքով, սրտով ու կարողությունով։ Բայց Հիսուսը նաև որպես կատարյալ անձ մշտապես իր կամքը պահում էր հոր կամքի տակ։ Նա լինելով 100%-անոց մտածող մարդ, ոչինչ չարեց իրանից, այլ ինչ որ լսեց, նա արեց։ Գիտեք, եթե կատարյալ Հիսուսը հասկանում էր 100%-անոց կամքի հնազանդեցման կարևորությունը, որքան ավելի ես ու դու պիտի հասկանանք, որ մեղքի պատճառով մեր դեգրադացած անձը փոխվելու եւ նրա կամքի տակ խոնարհվելու կարիք ունի։ Մեղքի բնության հարցը, որը այդքան շատ մեղ գործելու հարցը, որը այդքան շատ մեզ մտահոգում է մեր հոգևոր կյանքի ընթացքում եւ ճիշտ է անում, այս խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է Տիրոջմով պարզվում է, քան մեր անձի խոնարհեցումը եւ կոտրումը։ Եվ ես ինչ եմ
առաջարկում մեզ, որն է պատգամը, հասկանանք հրամայականը, հասկանանք կարևորությունը եւ այն ամենի միջով, ինչ որ անցնում ենք, դա կարա լինի կերպ նեղություններ, ուրախություն համարենք եւ ավելին ասեմ, բարձրանանք մենք զոհասեղանին, գնանք պարկենք Քրիստոսի խաչի տակ, թույլ տանք, որ Աստված վեր հանի մեր մեջ այն բոլոր հատկանիշները, որոնցից դու ես հոգնել եւ որոնք խանգարում են քեզ Աստծո գործը անելու համար։ Բերենք նրա առաջ եւ ասենք, արա ինչ ուզում ես։ Մի զիջիր, փոխիր։ Ես հին անձով կամ անձը իմ սրտի մեջ թագավորելու իրավունք չունի, իմ սրտի գահը քոնն է։ Փոխիր, խոնարհեցրու եւ հնազանդեցրու։ Օրհնյալ լինի Աստված։ Ես առաջարկում եմ միասին մեր այս խնդրանքը, մեր այս աղոթքը բերենք մեր Տիրոջը։ Նորից ասեմ, գիտակցելով, որ եթե սա չի լինում, մեր գործունեությունը դառնում է Եսավ փնտրող եւ օրհնող գործունեություն։